երկար ամիսներ, շաբաթներ տևած աշխատանքի արդյունքում հիմնադրամը կարողացել է հավաքագրել մասնագետների մի խումբ Երևան եւ հարակից մարզերի, որպեսզի կարողանան կազմակերպել մեր վերապատրաստումը։ Ինչու եմ ասում երկարատև աշխատանքի արդյունքում, որովհետեւ այս վերապատրաստման ծրագրին դիմել էին ամբողջ հանրապետությունից 121 մասնագետներ, հոգեբաններ եւ սոցիալական աշխատողներ, որը նշանակում է, որ բոլորը շատ հետաքրքրված են հիմնադրամի հոգեբանական մոտեցմամբ ծրագրերի իրականացմամբ եւ այսօր սկսում ենք Երևանի եւ հարակից մարզերի մասնագետների համար ծրագիրը։ Պատերազմից եւ տեղանություններից հետո հասկացանք, որ մեր ներկայիս ռեսուրսները որքան առողջության բավարար չեն գործ ունենալու մեծ թվով մարդկանց հետ, ովքեր ունեն հոգեբանական առողջության կարիք։ Բացի դա նաև հասկացանք, որ մենք գործ ունենք ոչ ճանաչական տրավմայի, այլև կոլեկտիվ տրավմայի հետ, ու մեծամասամբ մարդկանց մոտ, համայնքների մոտ նկատելի էր այդ ապագայի փլուզումը, որոշում կայացել ստեղծել մի մոդել, որը որ կաշխատին միավորելով հոգեբանականը, պատմամշակութայինը եւ հոգեվոր ոլորտները եւ միանգամից աշխատանք իրականացնի այս երեք ոլորտների հետ ու մարդուն կվերադարձնի գործելու ունակությունը, ապագայի մեծ մտածողությունը, ապագան նայելու մտածողությունը եւ կվերականգնի մարդու մոտ պատկանելիության զգացումը։ Վերապատրաստման ծրագիրն առաջարկում է 3 մակարդակ եւ տեսական եւ գործնական աշխատանքներ ենք նախատեսել։ Առաջին մակարդակում հիմնական տեսություններն են ուսումնասիրում, իսկ երկրորդ եւ երրորդ մակարդակներն արդեն գործնական մակարդակներն են, որտեղ մասնակիցները փորձարկում են եւ այն տեխնիկաները, որոնք օգտագործելու են մեր մոտեցմամբ աշխատելիս եւ նաեւ մեր մոտեցման մոդելով մենք ունենք մշակած ծրագիր, դա վերականգնման հայկական ճանապարհը ծրագիրն է։ Երրորդ մակարդակում հատկապես շատ մանրամասն ծանոթանալու են ծրագրի իրականացման մանրամասներին, ինտերվենցիոն պլաններին, որից հետո իրենք էլ արդեն կարողանալու են դառնալ այդ ծրագրի մասնագետները։ Քանի որ ինքս էլ աշխատել եմ հենց պատերազմի հետևանքով տուժած անձանց հետ, շատ հետաքրքրեց ոլորտը, որտեղ ինչքան էլ աշխատում ենք, միևնույնն է, էլի կա կատարելագործվելու նորից նոր հմտություններ ու գիտելիքներ ձեռք բերելու, նաև ոլորտի անձանց ավելի լավ ճանաչելու համար, որ հետագայում եթե էլի ինչ-որ խնդիրներ առաջանան, կարողանանք ավելի համապարփակ ու ավելի պրոֆեսիոնալ կերպով աջակցենք։ Հիմնադրամի նպատակները համընկնում են նաև իմ նպատակներին, այսինքն որոշակի ձևով տատանել կամ կոտրել այն տրավմատիկ շղթան, որը մենք հետ բերում ենք դարեր շարունակ։ Ուստի շատ մեծ սիրով մասնակցում եւ մի կարևոր առանձնահատկություն եմ ուզում նշել, բացի նշված նպատակից շատ կարևորում եմ համայնքի ձևավորումը։ Հոգևոր, հոգեբանական մոտեցումը ինձ շատ հարազատ է, նաև ինչ առումով, որովհետև դիպչում է մեր կյանքի կարևորագույն, հիմնասյունային կետերին, ինչպիսին է ինքնությունը, պատմամշակութային մոտեցումը, միասնականության զգացողությունը, ես մենակ չեմ կոնցեպցիան, ինչը որ շատ կարևոր եւ հիմնասյունային է տրավմայի հաղթահարման հարցում, իսկ մեզ մեր օրերում շատ անհրաժեշտ գործիքակազմ է տրամադրում հենց հոգևոր հոգեբանական մոտեցումը։